իրականում նախկինում աշխատել եմ եւ ԵԱՀԿ-ում, եւ ՄԱԿ-ում, եւ կոնֆլիկտից հետո կամ ինչ որ տես դժվարին իրավիճակում հայտնված երկրներում եւ դատարանների մոնիթորինգը դա պարտադիր քայլերից մեկն էր, որովհետեւ արդարադատությունը, անկախ նրանից դա անցումային արդարադատություն է թե ընթացիկ, շատ կարեւոր գործընթաց է հասկանալու թե արդյոք տեղ գտած խախտումները պատժվում են, արդյոք պատժվում են ճիշտ մարդիկ արդար դատաքննության շրջանակներում թե ոչ։ Այս դեպքում իրականում պետք է նշեմ, որ նույն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ունի գրասենյակ, որը կոչվում է Ժողովրդավարության ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակ, ունի համապատասխան ծրագրեր հենց դատարանների մոնիթորինգի, իրականացրել է տարբեր երկրներում, Қырғызստանում, Կազախստանում, այդ թվում Հայաստանում որոշ ժամանակ, բայց այստեղ հիմնական խնդիրը այն է, որ թույլտվություն է հարկավոր պետության կողմից, որպեսզի այդ ծրագիրը իրականացվի, հա, եթե մշտադիտարկում ենք անում իրականում, հատկապես եթե ընթացիկ կուզենանք, որ հասանելիություն ունենան, սա մեծ հարցական է, պետք է ռեալ դատենք, հա, փորձել արժի, մենք փորձում ենք դիմում ենք տարբեր կազմակերպությունների, ովքեր որ համապատասխան մանդատ ունեն, որպեսզի գոնե դիմեն Ադրբեջանի իշխանություններին եւ ապահովեն, հա, իրանց մասնակցությունը։ Բայց ասեմ նաեւ, որ այն երկրներում, որտեղ աշխատել եմ, նաև տեղի դիվանագիտական ներկայացուցիչներից են միշտ եղել ներկայացուցիչներ, եթե ինչ-որ հարցականներ էր, հա, առաջացնում որևէ դատավարություն, լինի դա քաղաքական կամ այլ պատճառներով, այսինքն մենք այստեղ ավելի հավանական ենք դիտարկում գոնե առաջիկա ժամանակահատվածում, որպիսի Բաքվում գտնվող հավատագրված դեսպանատների ներկայացուցիչները փորձեն այցելեն ներկա գտնվեն, անգամ եթե հրապարակային զեկույցներ կամ հայտարարություններ չանեն, հասկանում ենք դիվանագիտությունը եւ այլն, բայց ամենայն դեպս նրանց ներկայությունը ինչ որ չափով թույլ կտա հասկանալու թե ինչ է կատարվում դատարանի դահլիճում։ Մենք ըստ էության միայն Ադրբեջանի իշխանությունների կողմից ծաղկաքաղն ենք տեսնում կամ լսում, հա, եւ դա ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ինֆո պատերազմի տարերից մեկն է, որը վարվում է Հայաստանի բնակչության եւ Հայաստանի Հանրապետության դեմ, ըստ էության, այսինքն մի կողմից պետք է պնդենք, որպեսզի այն միջազգային կազմակերպությունները գոնե փորձեն հայցեն, հա, հասանելիություն դատական process-ին, մյուս կողմից պետք է աշխատենք ոչ միայն մենք որպես իրավապաշտպան կազմակերպություններ, այլ հենց մեր կառավարությունը, ու դրա համար պարտադիր չէ հրապարակային հայտարարություն անել։ Այսինքն մի վնասիր սկզբունքի ետևում պետք չի թաքնվել եւ անգործությունը դրանով արդարացնել, անդադ պետք է աշխատանքներ վարվեն եւ ինչ որ չափով ճնշում գործադրվի, որպեսզի մենք ունենանք որևէ ներկայություն այդ դահլիճում եւ այդ թվում նաև հասկանանք ինչ այնտեղ կատարվում։ Այսինքն եթե քայլեր ձեռնարկվեն, որոշակի քայլեր կատարվեն, այդուհանդերձ կարծում եք, որ հնարավորություն կա որոշակի ներկայացվածություն ունենալ։ Տեսականորեն այո, բնավ նույն պետություններն պետք է համաձայնվեն, բայց իմ հիմնական հորդորը կամ պահանջը այն է, որ ըստեյության պետք է անդադար փորձենք։ Եթե չկա ճնշում, երբեք ոչ մեկ այն նման քայլի չի դիմի, որովհետև խնդրահարույց է բնականաբար եւ ոչ մեկ չուզում հարաբերություններ փչացնի Ադրբեջանի հետ, հանուն մի երևույթի կամ գործընթացի, որի հասկանալի չէ Հայաստանի իշխանությունները ինչ են ուզում, ինչ չեն ուզում։ Այսինքն մեզ համար կարեւոր է, որ անգամ եթե ոչ հրապարակային, բայց դիվանագիտական խողովակներով մեր կառավարությունը իդեմս այդ թվում նաեւ դիվանագիտական ներկայացուցիչների շատ հստակ աշխատի այն պետությունների ներկայացուցիչների հետ, ովքեր որ կարող են ներկա գտնվել եւ որևէ ազդեցություն ունենալ այնտեղ։ Ներողություն նաեւ մի այսպիսի հարց, եթե օրինակ նման քայլեր կատարվեն եւ մերժում լինի, սա կարելի է միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի այսպես օգտագործել որպես գործիք, հա, որ դիմել ենք մերժում է կա հնարավորություն։ Եթե հարցը ինձ է, ըստ էության այո, շատ ցավալի է եթե մերժեն, բայց շատ հավանական է։ Տեսնում ենք սա ընդհանուր պետք է դիտարկենք եւ մեկնաբանենք նաեւ ընթացող գործընթացների լույսի ներքո։ Վերջերս տեղեկացանք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է ցանոցում ստացել, որ այլևս նպատակահարմար չի գտնում Ադրբեջանը նրանց գործունեությունը իր պետության տարածքում եւ դա շատ ցավալի եւ շատ մտահոգիչ է։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ներկայացությունը մնա, նույն լուրերը տարածվում են ՄԱԿ-ի որոշակի գործակալությունների մասով, ինչը ըստ էության ակնհայտորեն ցույց է տալիս, որ գնալով ավելի մեկուսացվում է Ադրբեջանը եւ փորձում է սահմանափակել միջազգային
վերահսկողություններ անգամ չասեմ, ներկայություն եւ իրազեկվածություն կատարվող գործընթացների մասով մենք գիտենք արդեն, որ ԵԽ-ի Եվրոպայի խորհրդի պարլամենտական ասամբլեայից ժամանակավոր կասեցրել էին լիազորություններ եւ վերջերս տեղեկացանք, որ անգամ չեն փորձում հավատարագրվել, այսինքն հետ են քաշվում, գնալով տարբեր լծակներ փակելով, այդ նաև քաղաքական ինչ-որ դատապարտման, որոշակի լծակներ իրենց համար, այսինքն ակնհայտ է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանափակի, բայց մենք էլ պետք է աշխատենք, որպեսզի ուրիշներն էլ փորձեն, հասանելիություն ստանան, եւ ըստ էության ներեցեք, բայց շատ վաղուց չենք տեսել որևէ դատապարտող անգամ tweet post, եթե չասենք հայտարարություն կամ զեկույց, անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, էլ չասեմ միջազգային միջկառավարական կազմակերպություններից։ Սա ցույց է տալիս, որ իրենց համար էլ այլևս օրակարգային չի այդ հարցը, որովհետև ճնշում չկա։ Այսինքն, երբ որ մենք պահում ենք օրակարգում եւ ցավոք սրտի պետք է ասեմ, որ այս հացադուլը դարձավ այն ինֆո պատրվակը, ցավոք սրտի իրոք ճիճն էր, որպեսզի փոքր ինչ գոնե ուշադրություն դարձվի, այդ նաև միջազգային հանրության ԶԼՄ-ների կողմից, որպեսզի խոսենք այս հարցի շուրջ։ Հակառակ դեպքում, ու այստեղ պետք է մտահոգություն հայտնեմ, այդ նաև ներքին լսարանի համար արված հայտարարությունների Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, երբ որ ասում են դե կսպասենք դատերը կավարտվի, հետո կսկսենք աշխատել իրենց հայրենադարձության կամ այլ ինչ-որ գործընթացների համար եւ այլն։ Այսինքն մենք կարծես թե իրենք համեն դեպս որդեգրել էին մի մոտեցում, որ հիմա ոչինչ չանենք, հետագայում ինչ որ հարմար պահ կլինի կամ չի լինի, կաշխատենք այդ ուղղությամբ։ Ցավոք սրտի մենք չունենք այդ ժամանակը, այդ մարդիկ լուրջ ռիսկի տակ են խոշտանգվելու, այդ նաև կյանքին ռիսկ կարող է սպառնալ, ուստի այդ աշխատանքը պետք է հիմա լինի ամեն առիթը օգտագործելով։